Բարելույս գործարարիքի հարգելի հետևորդներ, դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, հիշեցնեմ, որ թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր բոլոր հաղորդաշարերը, թարմ ուղեղով այսօրվա իմ զրուցակից քաղաքական վերլուծաբան, մեկնաբան Հակոբ Բադալյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ մեր տաղավարում եք, պարոն Բադալյան, նախորդ կիրակի մենք արդեն հաղորդումը երկուշաբթի ենք տեսաձայնագրում, կրկին Հովանավանքում պատարակ էր մատուցում, կրկին կարգալույծ եղած Տեր Արամի գլխավորությամբ դրան զուգահեռ Էջմիածնում պատարակ էր եւ այստեղ հարց է էլի առաջանում ամեն դեպքում հոգեվոր դաշտում էլ մենք այդ պարակտման խնդիրը ունենք, այսինքն ժողովուրդը երկու մասի է բաժանվում այս կողմում են ավելի հավատացյալ, թե այս կողմում են ավելի հավատացյալ ամեն դեպքում օդում կարծես թե այդ կախված հարցը կա վտանգավոր սահմանագծի չենք մոտենում ոնց եք տեսնում Կարծում եմ սա ավելի շուտ քաղաքական բաժանարար գծի մի նոր դրսևորում է այդ հոգևոր փաթեթավորումով, որ տալիս է Նիկոլ Փաշինյանը, որովհետև ըստիս Հովանավանքով այդ ծեսերի ընթացքում հավատալ չհավատալու գիծը չի անցնում կամ հոգևոր տեսանկյունից հավատալ, որ հոգևորական դասին հավատալ, որովհետև այդտեղ կարծում եմ այդ խնդիրը չկա, կա քաղաքական ակցիա քաղաքական տրամաբանությամբ բաժանում եւ մի կողմում մարդիկ են, որոնք քաղաքական տեսանկյունից հավատում են Նիկոլ Փաշինյանին եւ մյուս կողմում մարդիկ են, որոնք եկեղեցու գործունեության, եկեղեցական կարգի վերաբերյալ ունեն այն պատկերացումները, որոնք բխում են այդ կարգի դարերով եկող տրամաբանությունից եւ ըստիս այդտեղ քաղաքական բաժանարար գիծ է, պարզապես փաթեթավորումը Նիկոլ Փաշինյանը տվել է հոգևոր տրամաբանությամբ, այսպես ասած։ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը ամեն դեպքում ակտիվ աշխատում է այդ փաթեթավորմամբ, բայց եկեղեցու կողմից կարծես թե այդքան էլ հստակ աշխատանք չի տարվում, ցույց տալու թե ով է եկեղեցին, ինչով է զբաղվում, առաքելությունը որն է, ամեն դեպքում ինչքան էլ որ դարերով դա ասվել է ու ասվում է, պիտի հատկապես այս իրավիճակում ամեն դեպքում դա իմ կարծիքն է ավելի հստակ արձանագրումները կատարել։ Դուք ո՞նց եք տեսնում, արդյոք այդ իմաստով խնդիր չկա եւ ինչու է եկեղեցին շատ հաճախ ավելի լուր, քան պիտի լիներ։ Ընդհանուր առմամբ իհարկե հասարակության հետ աշխատանքի առումով եկեղեցին ունի իր գործողությունները եւ գործունեությունը ընդհանրապես վերանայելու, թարմացնելու նոր էլեմենտներ կամ չգիտեմ նոր դինամիկա բերելու անհրաժեշտություն, բայց նաև հասկանում ենք չի կարող եկեղեցին այդ ամեն ինչը անել այնպես, ինչպես կարող են անել քաղաքական ուժերը կամ անում են քաղաքական ուժերը, եւ տվյալ դեպքում օրինակ Նիկոլ Փաշինյանը, այստեղ միայն այն չէ, որ շատ ավելի մեծ ռեսուրսներ կան բոլոր իմաստներով, այլ այն, որ քաղաքական կարգավիճակը տալիս է շատ ավելի անկաշկանդ հնարավորություններ ինքնադրսևորման, այսպես ասենք։ Ինքնին հասկանում ենք, որ պահպանողական կառույցը, այդ կանոնները, կարգը եւ այլն դրանք այդուհանդերձ ունեն իրենց որոշակի օրինաչափությունները, բերում են վարքագծային սահմանումներ եւ այդ սահմանումները իհարկե ինքնին այդ սահմանումների խորությունն է նաեւ պայմանավորում եկեղեցու կշիռը։ Այստեղ անցնել արդեն ավելի շատ քաղաքական սուբյեկտին բնորոշ վարքագծային դրսևորումների չեմ կարծում, թե կարող է լինել, կարող է ունենալ մեծ օգտակարություն, առերևույթ գուցե դառնա իսկապես տպավորիչ, բայց խորքային իմաստով չեմ կարծում, որ դա լինի այդպես մեծ էֆեկտիվությամբ, բայց կրկնեմ, այո, եկեղեցին պետք է այդուհանդերձ վերանայի այսօրվա 21-րդ դարի հասարակության հետ աշխատելու մոտեցումները, ձևերը եւ այդ ամեն ինչը իհարկե պետք է թարմացվի, այսպես ասենք, բայց էլի կրկնեմ, այդ կոնսերվատիզմը եկեղեցու դա չի կարող մի կողմ դրվել ամբողջությամբ։ Այ կաթողիկոսի գահակալության 26 տարին լրացավ, հարց է հնչում, ինչ ենք տեսել մենք 26 տարվա ընթացքում եւ այդ փոփոխությունները վերջին անգամ երբ են եղել եւ եթե մենք դարին համահունչ ուզում ենք նոր փոփոխություններ տեսնել եւ ավելի խորը կապեր հանրության եւ եկեղեցու միջեւ ձգտումը կա դրա Շատ դժվար է ինձ գնահատել դա, որովհետև եթե ասեմ, այդպես հանգամանալից ուսումնասիրել եմ Գարեգին II գահակալության ընթացքում եկեղեցու դետալային գործունեությունը, այդպես չի եղել, բայց ես կարծում եմ այդ գործունեության ընթացքում եղել են դրվագներ, որոնք
չպետք է թույլ տրվեին կամ դրանց հանդեպ պետք էր ունենալ այլ հանրային դրսևորում։ Ես նկատի ունեմ եկեղեցու, տարբեր եկեղեցականների հետ կապված պատմություններ, ընդ որում ոչ միայն վերջինս 7-ամյակում եւ ոչ այնքան նույնիսկ վերջին 7-ամյակում, այլ դրանից առաջ մենք հիշում ենք տարբեր աղմկոտ պատմություններ էին լինում եւ այդտեղ եկեղեցու դիրքորոշումները, հանրային բացատրությունները եւ այլն ունեին խնդիրներ։ Մեծ հաշվով այդ ամեն ինչի հետևանքով է նաև կուտակվել որոշակի պաշար, որն այսօր օգտագործում է քաղաքական իշխանությունը քարոզչական դաշտում։ Եվ կարծում եմ, այս հանրության հետ կապի, հետադարձ կապի այս մեխանիզմն է, որ եկեղեցին պետք է մի քիչ ավելի արդիականացնի, մի քիչ ավելի բերի եւ դարձնի համահունչ այսօրվա հասարակության տրամադրություններին։ Սա շատ նուրբ աշխատանք է, այսինքն այստեղ ես կարծում եմ պետք է բավական հանգամանալից հասկանալ, թե ինչ կարող է անել եկեղեցին, կրկնեմ, իր այդ տրամաբանությունից ելնելով։ Այս ձեր գրառումը կարդացի, որ այ հիմքեր չկան մեղադրելու եկեղեցուն, երբ ասում են, որ գործակալներ կան այդտեղ, իհարկե գուցե լինեն, բայց այդ մասին անդադար է խոսվում եւ միշտ այդ վատի մասին միշտ խոսվում է, կարելի է դրա մասին այդ թեման միշտ էսպես առաջին հորիզոնականում պահել, բայց օրինակ մենք ուզում ենք հիմա մտաբերել 26 տարիների ընթացքում մի կարևոր իրադարձություն, չի ստացվում դա։ Ինչն է պատճառը, պարոն Բադալյան։ Կարևոր իրադարձություն ինչ տեսանկյունից կարևոր եկեղեցին կարևոր քայլեր է անում եւ մենք դա հիշում ենք մեր հիշողություններում, ցանկացած հայ մարդու հիշողությունում դա վառ է։ Ես կարծում եմ այստեղ է որ մենք մի քիչ շփոթում ենք եւ եկեղեցուց ակնկալում ենք մի գործունեության այսպես ուղեգիծ, որը կարող է բնորոշ լինել ավելի աշխարհիկ եւ ավելի ազատ անկաշկանդ ինստիտուտներին։ Եվ այստեղ է նաև որ ըստ իս նաև բաց թողումներից մեկն այն է որ եկեղեցին թույլ է տվել իր հանդեպ ձևավորել այդպիսի սպասումներ եւ ակնկալիքներ, պատկերացումներ։ Եվ հետո հայտնվել նաև այդ ծուղակում, այսինքն մարտահրավերները, որ կուտակվել են ժամանակի ընթացքում։ Դա չի բացատրվել, մենք ինչի համար։ Սա է խնդիրը, այսինքն մարտահրավերները, որ ժամանակի ընթացքում կուտակվել են, օպերատիվ արձագանքի չեն արժանացել, կամ թերագնահատվել են, կամ, չգիտեմ, տարբեր այլ պատճառներով բաց է թողնվել դրանց ավելի արագ, ավելի ծավալուն, ավելի հանգամանալից անդրադառնալու հնարավորությունը։ Եվ մենք եկեղեցուց սպասում ենք մի բան կամ ձևավորվել է հանրային սպասում, որը գուցե բնորոշ է ենթադրենք կառավարություններին կամ ընդդիմություններին, այսինքն մեր կյանքում մի այսպես շատ արտահայտիչ մի բան փոխեր եկեղեցին։ Ես կարծում եմ եկեղեցին, երբ ինքը կա իր արժեքային դավանական այդ ամբողջ փաթեթով, երբ կա եւ հարաբերվում է հասարակության հետ իր մեխանիզմներով, սա արդեն այն մեծն է, ինչը պահանջվում է եկեղեցուց։ Եվ այստեղ պետք է գնահատել այս աշխատանքում իրենք ինչքան արդյունավետություն են ունեցել եւ ինչ թերացումներ։ Ինչպես նշեցի, իմ գնահատմամբ շատ մարտահրավերներ բաց են թողնվել ժամանակի մեջ։ Եվ այսօր այն ինչ արտահայտվում է Նիկոլ Փաշինյանի միջոցով նաև, կարծում եմ այն մարտահրավերներն են, որոնք զգալիորեն այն մարտահրավերներն են, որոնք կուտակվել են ժամանակին եւ չեն արժանացել բավարար արձագանքի։ Եվ դրա համար ես տարբեր առիթներով նշում եմ, որ եկեղեցին հիմա պետք է իրավիճակը գնահատի ոչ թե այն տրամաբանությամբ, որ Նիկոլ Փաշինյանն է մարտահրավերը եւ դրանք բերողը, այլ որ Նիկոլ Փաշինյանը պարզապես դրանք օգտագործողն է, իսկ մարտահրավերները դա գալիս են, եկել են, կուտակվել են ժամանակի ընթացքում։ Եվ դրանց արձագանքն էլ պետք է դրանց հանդեպ արձագանքը եւ թե կարճաժամկետ թե երկարաժամկետ գործողությունները պետք է մշակվեն ըստ այդմ ելնելով հենց այդ գնահատումից։ Ինչպես բոլոր մյուս ուղղություններով եւ բոլոր մյուս ոլորտներում 20 թվականից հետո մենք հատկապես սրված իրավիճակներ ենք տեսել, խնդիրների բարձրաձայնում, թիրախավորումներ, այդ պառակտում 20 թվականը կրկին առիթ դարձավ, որ այս հարցերը նաև բարձրաձայնվեն եւ եկեղեցին թիրախավորվի։ Այ պատերազմը որքանով ազդեց սրա վրա։ Գուցե մի քիչ արագացրեց process-ները, բայց չեմ կարծում, որ եթե չլիներ 20 թվականը, մենք չէինք ունենա այն process-ները, այն խնդիրները, որ եկեղեցու շուրջ ծավալվում են այսօր։ Դրանք կարող էին։ Կարծում եք հոգևորականները, եթե չլիներ 20 թվական, դուրս կգային փողոց պայքարի։
ես չեմ կարծում, որ եթե հոգևորականները դուրս չգային պայքարի, Նիկոլ Փաշինյանը դուրս չէր գա եկեղեցու դեմ այս գործողություններին, որովհետև ես ամենայն դեպս իմ սուբյեկտիվ գնահատմամբ կարծում եմ, որ այս գործողությունները ոչ միայն ներքին տրամաբանություն ունեցող են, այլ նաև արտաքին աշխարհակաղակական օրակարգերով պայմանավորված եւ դրանցից մղվող process-ներ են, որոնց հանդեպ Նիկոլ Փաշինյանը իր արձագանքներն է ձևակերպում, իր դիրքավորումն է ձևակերպել եւ փորձում է խաղալ այդ տրամաբանությամբ։ Հետեւաբար կարծում եմ գուցե այլ լինեին դրսևորումները, փոքրինչ տարբեր փաթեթավորումներ ստանային, բայց process-ը ըստ իս լինելու էր անխուսափելի։ Այս նման իրավիճակներում մենք միշտ ուզում ենք հասկանալ, թե աշխարհը ինչպես է տեսնում, չէ՞, այս ամենը Հայաստանում կատարվողը եւ հոգեվոր համայնքը աշխարհի ինչպես կընկալիս է, հատկապես ընտրությունների նախաշեմին, հատկապես երբ Հայաստանը փորձում է կարծես թե ըստ իշխանությունների խաղաղության դարաշրջան թևակողել կամ էլ արդեն ինչպես իրենք են ասում, խաղաղությունը եկել է, այ ո՞նց է ընկալում էլի աշխարհը սա, խաղաղություն մի կողմից, մյուս կողմից թիրախավորում եկեղեցուն, այսպես դիսոնանս չի առաջանում, ոնց եք կարծում։ Մինչ սրան անդրադառնալը մի օրինակ բերեմ նախորդ հարցի վերաբերյալ, օրինակ մենք տեսանք, որ 18-ից հետո եկեղեցու եւ կաթողիկոսի դեմ ինչ որ process-ներ սկսեցին, բայց հետո դրանք պարզապես ակտիվ շարունակություն չունեցան, այսինքն սա եւս վկայում է, որ հարցը ինքնին, այսպես ասենք, գլոբալ օրակարգում էր վաղուց, մինչև 2020 թվականը։ Ինչ վերաբերում է հոգևոր համայնքի, աշխարհի հոգևոր համայնքի վերաբերմունքին, ես կարծում եմ, որպես այդպիսին այդ հոգևոր համայնք չկա, կան տարբեր տրամաչափի կրոնական կազմակերպություններ, որոնք էապես սերտաճած են նաև աշխարհակաղակական process-ներին, քաղաքական դերակատարներին, դե եթե այդպես ամենամասշտաբայինը պատկերացնենք Վատիկանը, որ ինքնին հոգևոր ինստիտուտ եւ պետություն է միաժամանակ, որը ներգրավված է ոչ միայն համաշխարհային դավանաքաղաքականության, այլ աշխարհակաղակականությանը եւ նույնիսկ համաշխարհային աշխարհտնտեսությանը, այս իմաստով ես կարծում եմ, որ հայ առաքելական եկեղեցին այդ դաշտում ոչ այնքան գործընկեր են կալվում, որքան մրցակից տարբեր առանցքային ռեգիոններում իր ներկայությամբ, իր դարերի ներկայությամբ եւ դրանից բխող իրավունքներով, որոնք միջազգային այդ դավանական փոխհարաբերություններում ճանաչված իրավունքներ են։ Եվ հետեւաբար այդ մրցակցությունն է նաեւ պայմանավորում ըստ իս, որ հայ առաքելական եկեղեցու հարցում ծավալվում են այն գլոբալ շարժառիթները, որոնք նաեւ ազդում են իմ համոզմամբ, իմ խորին համոզմամբ Նիկոլ Փաշինյանի վարքագծի վրա։ Եվ այս տեսանկյունից ինձ համար դա զարմանալի էլ չէ, այսինքն ես չեմ կարծում, որ այդպես հոգևոր կամ կրոնական կազմակերպությունները, որ կան այսօր, դրանք բացառապես հոգևորի մասին մտածող ինչ-որ կազմակերպություններ են, որոնք ունեն այդպես մեկի հանդեպ վտանգի կամ չգիտեմ ինչ-որ խնդիրների դեպքում ունեն այդպես մոբիլիզացվելու, պաշտպանելու եւ այլնի ձգտում, չէ, նրանք կազմակերպություններ են, որոնք ունեն խորքային շահեր, որոնք ունեն շատ սերտաճած կապեր տարբեր քաղաքական տնտեսական սուբյեկտների հետ, խոշոր սուբյեկտների հետ, ինչպես նշեցի, եւ այս ամեն ինչով նրանք պայմանավորում։ Ես ինչի մասին եմ ես այո այդ թեման ես ոչ թե նշում եմ որ հայ առաքելական եկեղեցում չկան կամ չեն կարող լինել գործակալներ ես խոսում եմ այս երևույթի մանիպուլյացիոն բնույթի մասին այսինքն չեն ներկայացվում ապացույցներ եւ ներկայացվում է որ եկեղեցին ինչպես ասում են որոշները կագեբեական որջ է եւ դրան զուգահեռ ասում են որ թալանում են Եվ թալանում են, այսինքն նույն քաղաքական խոսույթը, որ ոչ ոք չի կարողանում այդ հարցի պատասխան տալ, փաստաթղթեր ներկայացրեք, թալանը որտեղ է եղել։ Այդ տրամաբանությամբ մենք կարող ենք KGB-ի որջը համարել Հայաստանի ցանկացած անկյուն։ Նույն տրամաբանությամբ, որովհետև որն է այդ ամեն ինչի բերվող հիմքը, այսպես ասած, որ եկեղեցին խորհրդային ժամանակաշրջան է անցել, հասկանում ենք, որ խորհրդային ժամանակաշրջանում իհարկե ամեն ինչ պետական անվտանգության ծառայության հայացքի ներքո էր, բայց այդ դեպքում Հայաստանի Հանրապետության ամեն անկյուն ամբողջությամբ
ինստիտուտ, խմբեր եւ այլն, եղել այդ նույն հայացքի ներքո, հետեւաբար ինչ կա Հայաստանում, մենք կարող ենք որակել KGB-ի ворջ պոտենցիալ։ Այդ նույն խոսողները որևէ երաշխիք չկա, որ հենց իրենք են նաեւ այդ ворջից խոսում կամ ստանում հանձնարարություններ եւ այլն։ Այսինքն մենք այստեղ որևէ երաշխիք չունենք։ Հետեւաբար այս կազմականդող քայքայող տրամաբանությունից մենք պետք է ազատվենք ոչ միայն եկեղեցու մասով, ընդհանրապես հասարակական ներքին հարաբերություններում սա քայքայող խոսույթ է, որևէ ապացուցողական բազա չկա, ամեն ինչ կառուցվում է ենթադրությունների վրա եւ սկսում ենք այդ ենթադրություններով զբաղվել մի բանով, որը մեզ հասու չէ ընդհանրապես։ Մենք թողնում ենք մեզ համար կարևոր առարկայական հարցերը մասնագիտական, փաստական դաշտում քննարկելու այս տրամաբանությունը դնում ենք մի կողմ եւ սկսում ենք որոնել գործակալներ։ Սա, չգիտեմ, KGB-ին է, մյուսը ՑՌՈ-ի, Մոսադի, Թուրքիայի, Ադրբեջանի, այն դեպքում կրկնեմ, երբ մենք չենք կարող ապացուցել այդ ամեն ինչը, հասկանալի է, թե ինչ-որ մեկի վերաբերյալ ապացուցողական ինչ-որ հիմքեր կդրվեն, բնականաբար պետք է քննարկվի, դատապարտվի եւ այլն։ Բայց այդպես ենթադրությունների վրա մեզ գցում են այս ծուղակը եւ մենք սկսում ենք այդ քայքայող հիմքով քննարկել հասարակական եւ քաղաքական կարեւորագույն հարցերը։ Այս դեպքում նաեւ եկեղեցու վերաբերյալ։ Այն մեղադրանքները, երբ հնչում են տարբեր տեսակի մեղադրանքներ, դրանք վերջում միշտ տանում հանգեցնում են թալանին։ Ես տպավորություն ունեմ ամեն դեպքում, որ հայ ազգի մոտ դա խորը հոգեբանական տրավմա է, թալանի ենթարկվելը եւ ցանկացած կառույցում առաջին հերթին դա է, չէ, ընկալվում, եթե թալանում են, ուրեմն վատն են ու պարտադիր թալանում են, որ վատն են։ Այդ երկար ժամանակ է այդ process-ը ձևավորվել, թե 18-ից հետո այդ խոսույթը բերվեց հանրության շրջան, քննարկվեց ու այդ տրամաբանությամբ է, որ ամեն ինչի տակ թալանատես ընկալվում։ 18-ից հետո այս թեման սկսեց ինտենսիվորեն խաղարկվել եւ շահարկվել, այսինքն նախա 18-յան նաեւ իմաստով, բայց խնդիրը իհարկե առաջացել է նախորդ գրեթե 2 տասնամյակի կամ 4-րդ դարի ընթացքում 20-25 տարիների, սա իհարկե գալիս էր այն մեծ անարդարությունից, որ հասարակական հարաբերություններում արկա էր 18-ից առաջ եղած այդ ժամանակաշրջանում եւ որի հանդեպ կառավարող էլիտաները ունեին այսպես անտարբեր վերաբերմունք, այսինքն նրանք համարում էին, որ միշտ հնարավոր է իշխանական լծակներով կառավարել այդ խնդրը, պարզվեց, որ այդպես չէ եւ հիմա իրենք նաեւ տեսնում են, որ այդ խնդրը այսօր խնդիր է իրենց համար էլ, բայց այդ խնդրի պատճառների շարքում իրենք առաջնայիններից էին, եթե ոչ ամենաառաջնայինը, որովհետև այն համակարգը, որը աղաղակող անարդարության, հանրային էներգիայի, հանրային ստեղծագործական ներուժի մսխման տրամաբանության վրա ձևավորված եւ կենսագործող համակարգ էր, այդ երևույթն էր ստեղծում հասարակության մեջ այդ մտորումները, այդ ուղենիշները եւ ստեղծում պարարտ միջավայր, որ ինչ որ մեկն էլ կարող էր գալ, պարզապես քարոզչական հմտություններով այդ թալան եւ այլն խաղարկել եւ խաղարկում են միջև հիմա, այսինքն 7 տարի Հայաստանում տեղի ունեցած այդ 18-ի փոփոխություններից հետո 7 տարի հասարակական օրակարգ չի բերվել ոչ մի այլ արդիական եւ պրոգրեսիվ տրամաբանությամբ խոսույթ, որքան թալան, այսինքն 7 տարի մարդիկ այսպես են չափում տեղի ունեցածը։ Սա բանտարկվեց, սրանից խլեցին, սա, չգիտեմ, Թավիշի ենթակա եղավ, թե ոչ Թավիշի, այս ամեն ինչի հետևում կարևորագույն հարցերը մնացել են, կարևորագույն հնարավորությունները լռեցվել են, հասարակությունը չի դարձել սուբյեկտ, որովհետև եթե սուբյեկտը ընդամենը իրավիճակը եւ իրողությունները գնահատում է հենց դրանով, այդ թալան կամ Թավիշ, չթավիշ եւ այլն, ինքը դառնում է շատ հեշտ մանիպուլյացվող օրգանիզմ, ինչով եւ զբաղվում են 7 տարի։ Եվ այս ամեն ինչի հետևանքով է նաեւ, որ անցնող 7 տարին ոչ թե դարձել է հնարավորությունների տարի, իսկ ես առ այսօր այն համոզման եմ, որ 18-ը այդուհանդերձ հնարավորությունների այդպես նոր մեկնակետ կարող էր լինել, այն հակառակը դժբախտաբար դարձել է կորուստների եւ ողբերգությունների տարի եւ այդ ամեն ինչից հետո այդուհանդերձ հասարակությունը շարունակում է
կուլ տալ այդ խայծը եւ իրողությունները չափել հետեւյալով. լավ, վերջապես երբեք վերադարձնելու թալանը, լավ եւ վերջապես երբեք պողպատե մուրճ կամ չգիտեմ այնտեղ չուգունե մուրճ օգտագործելու եւ այլն, եթե հասարակությունը այս պարամետրերով է շարունակում չափել խնդիրները եւ անելիքները, այդ հասարակությունը միշտ ենթակա է լինելու պարզունակ նույնիսկ մանիպուլյացիաների։ Ոնց է կարծում ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը այս պայքարում կհաղթանակի։ Սա կախված է հենց նրանից, թե Նիկոլ Փաշինյանի հաղթանակի դեմ կամ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու դեմ գործող ուժերը ինչպես են աշխատելու հասարակության հետ։ Գալիս ենք հաղորդման հենց այն սկզբի հատվածին, երբ այս պահին աշխատանք ուղղված է եկեղեցուն, մենք եկեղեցու կողմից չենք տեսնում հստակ աշխատանք, հակադարձման։ Այս աշխատանքում եկեղեցին չպետք է աշխատի Նիկոլ Փաշինյանի դեմ, Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է աշխատեն ընդդիմադիր ուժերը, քաղաքական ուժերը եւ այն հասարակական քաղաքական առաջատար խմբերը, որոնք համարում են, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, վտանգավոր է այդ շահերի համար եւ պետք է աշխատում են ոչինչ դուրս չի։ Ուրեմն վատ են աշխատում, սա է, ասածս հենց սա է, այսինքն այդ ամեն ինչը պետք է անեն։ Եկեղեցին պետք է հասարակության հետ հարաբերվի իր տրամաբանության եւ բնույթի օրակարգով, այսինքն ոչ թե հարաբերվի, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնեն կամ չհեռացնեն, դա եկեղեցու խնդիրը չէ, դա եկեղեցու խնդիրը չպետք է լինի։ Քաղաքական տրամաբանություն չստանա, էլի այդ ամենը։ Եթե եկեղեցին դառնալու, այսինքն եթե եկեղեցին պետք է անի այն ինչ որ պետք է անեն քաղաքական ուժերը կամ առաջատար այդ հանրային խմբերը եւ այլն, դե այդ դեպքում այդ խմբերը ինչի համար են, որպեսզի եկեղեցին անի, հետո իրենք գան հավակնեն այդ արվածի դափնիներին։ Այսպես անցում կատարենք մի քիչ այլ թեմայի, վերափոխվեց ոստիկանությունը ոստիկանության գվարդիայի, իհարկե դա կրկին իշխանության կողմից գովերգվում է, որ սա շատ լավ քայլ է, լավ որոշում է, նոր սկիզբ է մեզ համար, բայց այստեղ կարծես թե խորքային հարցեր կան, երբ փորձում ենք համեմատել թե ոստիկանությունը եւ ոստիկանության գվարդիան ինչով են տարբերվում իրարից, ես որքանով որ հասկանում եմ, գվարդիան հիմնականում միտված է այ խոշոր ցույցերը այդպես համակարգելու, ցրելու, անկարգություններին, այսպես ուշադրության կենտրոնում պահելու, բայց ոստիկանության դերը հիմնականում անհատին պաշտպանելու մեջ էր։ Տրամաբանությունը փոխվում է եւ սա ճիշտ եմ հասկանում, որ այս փոփոխությունը միտված է իշխանությանը պաշտպանելուն։ Դե ոստիկանությունը միշտ է միտված եղել այդ ֆունկցիային։ Ավելի խորը։ Հիմա տեղի է ունենում այսպես ասենք, բրենդավորում։ Ոստիկանության վերաբրենդավորում, ոչ մի ռեֆորմ, ես կարծում եմ տեղի չի ունենում, որովհետև ռեֆորմը դա հարաբերությունների նոր մակարդակն է, հարաբերությունների նոր որակը եւ ոչ թե համազգեստների, անունների, չգիտեմ, անվանումների, բնորոշումների։ Մենք տեսնում ենք, որ ամեն ինչ տեղավորվում է ընդհանրապես բնորոշումների շրջանակում։ Դրա վկայություն է նաեւ հենց նույն բարեկային ծառայությունը, որը ոչ մի էական փոփոխություն ոստիկանության ֆունկցիոնալ արդյունավետության եւ այլնի տեսանկյունից չի բերել եւ հակառակը մենք տեսնում ենք թե ինչպիսի մեղմ ասած խնդրահարույց սկզբունքով են ընտրվում բարեկային ծառայության աշխատակիցները, որոնք հետո հայտնվում են տարբեր կրիմինալ պատմությունների մեջ եւ այս տեսանկյունից կարծում եմ այդ ազգային գվարդիայի հանգամանքն էլ ընդհանրապես վերաբրենդավորման հանգամանք է։ Գիտենք, որ այդ ամեն ինչը արվում է արտաքին ֆինանսական օժանդակությամբ, կարևոր է այդ ֆինանսական օժանդակությունը ստացվի, կարևոր է այդ փաթեթը փոխվի, ֆինանսավորողների համար խորապես համոզված եմ ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում բովանդակությունը կփոխվի թե ոչ, որովհետև այդ ֆինանսավորումը բնականաբար իրենց քաղաքական ազդեցության գործիքներից մեկն է, այստեղ շատ պարզ է, իրենք բնական է հետաքրքրված են լինելու նրանով, որ այդ մեխանիզմով քաղաքական ազդեցություն ապահովի։ Թե այդ բովանդակությունը ինչպիսին կլինի, իսկապես աշխատող մեխանիզմ կլինի դա թե ոչ, իրենց ես կարծում չի էլ հետաքրքրում։ Այսինքն շարունակում են դրսից լծակները այսպես ավելի ակտիվանալ ներսում փոփոխությունների իմաստով, քաղաքական process-ների վրա։ Քաղաքական process-ների վրա ազդեցության իմաստով այո, հատկապես ընտրական շրջանում մենք հասկանում ենք։ Այլևս այս իմաստով նախկիններին մեղադրելու տեղ չկա, էլի, իշխանությունը նույն տրամաբանությամբ շարունակում է ներկա իշխանությունը։ Անկասկած եւ գուցե ավելի այսպես ինտենսիվ տրամաբանությամբ, այսինքն հիմա քանի որ այդ իշխանությունը շատ ավելի թույլ է,
եւ շատ ավելի թույլ դիրքերում է, բնականաբար շատ ավելի մեծ կախվածություն է ունենալու արտաքին աջակցությունից, արտաքին դերակատարների լոյալությունից։ Հետեւաբար այդ լոյալության համար պատրաստ է անել գործնականում ամեն ինչ։ Հիմա եթե դիտարկում ենք այդ իրավապահ համակարգը, իշխանության համար կարևոր է, որ այդ համակարգը ապահովի իր որոշակի պաշտպանվածությունը հնարավոր քաղաքական զարգացումների դեպքում, իսկ այդ համակարգի, այսպես ասած, ռեֆորմը ֆինանսավորողների համար կարևոր է, որպեսզի այդ ֆինանսավորման մեխանիզմով քաղաքական ազդեցության լծակ լինի Հայաստանի իշխանության նկատմամբ։ Եվ սա է process-ը ըստ իս, որովհետև ես չեմ կարծում, որ մեզանում տեղի ունենա ոստիկանության ռեֆորմ։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, մեզ լսողներին դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ առաջին խոսափողի մոտ Հակոբ Բադալյան, ներքաղաքական վերլուծաբան, երկրորդի մոտ Մոնիկա Մամյանը աշխատեց, կհանդիպենք վաղը, լավ եղեք։